Ողջույն բոլորին, հարգելի դիտողներ, մենք գտնվում ենք Triangulum Frequency YouTube-յան podcast-ում։ Ես Լեոն եմ։ Ես էլ Գևորգն եմ։ Մենք DJ-ներ ենք, ինչպես գիտեք, ով էլ չգիտի, կարող է իմանալ։ DJ Guevo եւ Leo Aniramը, ասեմ էլի, եթե չգիտեք։ Շնորհակալություն։ Պատմեմ ձեզ Triangulum Community-ին, նախ մենք Triangulum Community հիմնադիրներն ենք, այդ ասենք։ Առաջին հերթին։ Այո։ Պատմեմ, երբ է ստեղծվել ու ինչի համար։ Ստեղծել ենք 3 ընկերով 2016 թվին Եռանկյուն Triangulum այն գաղափարով, որ զարգացնենք էլեկտրոնային երաժշտությունը Հայաստանում ու կազմակերպենք թե փոքր, թե մեծ ոչ միայն համագործակցենք տարբեր երկրի լեյբլների հետ, DJ-ների հետ Հայաստանում, հա, այն ժամանակ իհարկե պլանը գլխավոր Հայաստանի վրա էր, որովհետև 15-16 թվականներին շատ վատ վիճակ էր այդ միջոցառումներ, ընդհանուր էլեկտրոնային երաժշտություն, նու նենց չի որ անհայտ էր, բայց շատ փոքր շրջանակներում էր հայտնի այս ամենը ու քանի որ մենք էլ համ դրսում, համ ինքներս ինչ որ շատ էինք դրա մեջ միախառնված վերցրեցինք տես պարտավորություն մեր վրա, որպեսզի կարողանանք դա տարածել։ Իրականում, բայց ես հիշացնեմ, աշխարհ տեսած ենք, էլի, այսինքն ուզում ես ասել։ Ուզում հիշացնեմ, որ մենք 16-ին չենք սկսել, էլի, որովհետև դրանից առաջ 15 մենք ունեցել ենք մեծ միջոցառում, անգարում, Ավանի աղի հանքում, այսպես ասած, էպիկ միջոցառում էր 1500+ ժողովրդով, ոչ մենք, ոչ էլ այդ ժողովուրդը չէին սպասում, որ տենց իվենթի են գալու։ Ու ասեմ ձեզ, հրավիրված DJ չկար, իմիջայլոց, մենք լոկալ DJ-ներով ենք արել, այդ բայն քաղաքի ամենալավ DJ-ներն են նվագել։ Դա երևի հենց ամենաէպիկությունն էր այդ միջոցառման, որովհետև ոչ մի դրսից DJ չունեինք, մեր լոկալներով ու տենց շատ այն ժամանակվա մակարդակով չտեսնված, չլսված ձայնային լուսային համակարգերով ու պլյուս դե անգարի էֆեկտը այդ էլ մի հատ առանձին պատմություն է։ Դե անգարից հետո արդեն կոչեցինք մեզ Triangulum եւ սկսեցինք փոքր իվենթներից տանիքներում էինք անում, գիշես, գեղեցիկ Elskai տանիքում, Ռասպիտ հյուրանոցի, Redison հյուրանոցի տանիքում Այդ էլ էր նորություն Հայաստանում, որովհետև մենք ցերեկային իվենթներ էինք անում, հա, ցերեկային, ցերեկը 2-ին 3-ին էինք սկսում, մարդկանց համար շոկ էր, որ ոնց կարելի է ժամը 2-ին գալ ապարել, քանի մուս չի եւ բոլորը քեզ տեսնում են, այսպես ասած։ Բայց այդ էլ շատ հաջողված էր ու հիմնականում դե էդի բնականաբար շատ շոկ սեզոնին չէր, ավելի շատ գարնանը եւ աշնանը։ Մինչև անցնելու ավելի մեծ միջոցառ, ավելի մեծ մեր հաջողությանը, արի նշենք, որ 17 թվին մեր հայ DJ-ն է նվագել, որը բնակվում է Փարիզում, Վիգեն Արմանը։ Այո, շատ լավ հիշում եմ, ամենասիրած միջոցառումներից է, առաջին իր իվենթներ, եթե չեմ սխալվում, այո, առաջին ելույթներ public Երևանում իր Վիգեն Արմանը, Ռամբլ Կոշի Ռեզիդեն ու մի հատ էլի չքնաղ իվենթ էր, այդ իվենթի իսկականից դրա վիդեոն էլ լինքը կդնենք մեր YouTube-յան էջում, եթե չեք տեսել, մեր չնայած մեր էջում կա այդ վիդեոն։ Առաջվա վիտամին ակումբի տարածքում էր, շատ հիշվող իվենթ էր։ Այո։ Գնանք առաջ, մյուսը դե պատմենք ժողովրդին մեր առաջին մեծ հաջողության մասին, Գառն ու Տաճարի միջոցառումը, որը մեզ հայտնի դարձրեց նույնիսկ արտերկրում, Հայաստանից դուրս։ Կապնվեցինք ֆրանսիական մեդիա հարթակի հետ, Circle-ի հետ, որը որ կազմակերպում էր այդ ընթացքում տարբեր պատմամշակութային վայրերի դիմաց աշխարհում տոպ արտիստների հետ շոուներ ու առաջինը ստացվեց ռեգիոնում, մեր ռեգիոնում առաջինը ստացվեց անել մեր երկրում Հայաստանում, որը մեծ հաջողություն էր, մեծ իրադարձություն էր բոլորի համար, բոլոր սիրահարների այդ երաժշտության ու կհիշես եւ ինչ դժվար էր առաջինը կազմակերպելը։ Շատ դժվար էր այն առումով, ինչքան դժվար չէր միջոցառումը ընդհանուր կազմակերպելը, ինչքան դժվար էր հենց Տաճարի դիմաց նման թույլատվություն ստանալ։ Հիշում եմ, որ մեզ շատ մեծ աջակցություն ցույց տվեցին Տուրիզմի կոմիտեն եւ Մշակույթի սպորտի նախարարությունը, այն ժամանակ հենց միայն Մշակույթի,
6 ամիս բանակցություններից հետո այդ թույլատվությունը ստացանք ու այդ էպիկ միջոցառումը իրականացրեցինք։ Իհարկե այդ վիդեոն էլ, եթե չեք տեսել, 19 թվականի առաջին Circle Acid Paul-ի հետ, լինկը մեր YouTube-ում եւ այս վիդեոյի տակ կդնենք։ Որից հետո ստացանք հրավերք հենց իրանց կողմից մասնակցելու Փարիզում Circle-ի ֆեստիվալին, ելույթ ունենալու որպես DJ-ներ մեզ, քանի որ հավանել էին մեր ելույթը, քանի որ 19 թվին Garnium closing set-ը մենք նվագեցինք Acid Paul-ից հետո, բայց COVID-ի պատճառով տեղափոխվեց 22 թիվ, հիշում ես։ Հա, 1 տարի սպասելուց հետո, բայց 3 տարի սպասելուց հետո, հիշում ես։ Շատ էլի epic stage-ի Concorde-ի տակ, ֆրանսիական հայտնի Concorde-ի տակ, ոնց որ հենց բացումը մենք էինք անում այդ stage-ի։ Մեր լեզվով ասած սամալյոտի տակ էինք նվագում, որը շատ կայֆ էր, շատ մեծ հաջողություն էր մեզ համար, մեծ նվաճում էր։ Մի երկու բառ էլ պատմենք իվենտներից երևի էլի մեզ հետևելով մեր իվենտներից դեռ շատ կպատմենք, մի երկու բառով պատմենք հենց ինչի ենք հավաքվել։ Ինչի համար ենք հավաքվել։ Triangulum Frequency եւ հետագա մեր ոդկասթների իմաստը ինչումն է, ինչ ենք բոլորս։ Եթե մեր Instagram-ի հետևորդ եք, արդեն երևի ինչ որ մի ծածուկ ինֆորմացիա ունեք, ինչ է լինելու։ Triangulum Frequency-ն ինքը իրանից ներկայացնում է բացի մեր ոդկասթներից, որը որ լինելու է էլի բարբերաբար, ամսվա մեջ մի քանի անգամ, բացի մեր ոդկասթներից մենք մեր Instagram-յան էջում նորություններ ամբողջ աշխարհի, ոչ միայն Հայաստանի, ամբողջ աշխարհի էլեկտրոնային երաժշտության, ֆեստիվալների, շաբաթական թարմ ռելիզների, DJ-ների եւ լեյբլների, այսինքն այն ամենը, ինչ վերաբերվում է էլեկտրոնային երաժշտությանը, ինչ վերաբերվում է էլեկտրոնային երաժշտության աշխարհին եւ ինչպես նաեւ Հայաստանում տեղի ունեցող իվենտները, ինչպես նաեւ բնականաբար կարեւորելով հենց մեր իվենտները, մեր կազմակերպված իմիջիայլոց, եթե այս ծրագիրը չգիտեմ, երբ դուրս կգա մեր announcement-ից առաջ թե հետո, ձեզ ասեմ, որ շատ շուտով նաեւ միջոցառում ունենք սպասվելիք կամ իրականանալիք։ Նոր տարի է, հունվարի սկիզբ, դեռ օրը չենք նշի բնականաբար, կտեսնենք արդեն Triangulum-ի էջում եւ ով որ follow չի, խնդրում եմ Triangulum community-ին follow արեք եւ հետևեք մեր միջոցառումներին։ Ես շարունակելով եւ դե բնականաբար այդ ամեն ինչը արվում է, որ շատանան նաեւ սիրողները, չէ, այդ երաժշտության, ինձ թվում իմ քո եւ մեր երրորդ ընկերոջը, որը այս բան հարգելի պատճառներով մեր հետ չի, գաղափարը հենց նա է, որ գնալով մեր երկրում շատանան եւ սիրողները այդ երաժշտության, այդ գաղափարի, թե դա daytime event կլինի, թե night time կլինի, այսինքն սա մի նոր level է այդ մեր սկզբնական հենց գաղափարի, որը որ ունեինք տարածել էլեկտրոնային երաժշտության։ Փորձենք ավելի մեդիա տարածում տալ, ավելի շատ մարդկանց ներգրավել, բնականաբար համել նրա համար, որ մեր իվենտներին էլ ավելի շատ մարդ գա։ Նես չէ, էլի տենց ուղղակի ենք անում, մենք էլ քյար ունենանք մի քիչ։ Հա, իմիջիայլոց այդտեղ տեսնում եք լիքը տարածքներ, որտեղ որ կարող է լինել ձեր գովազդը, այս վերաբերում է հովանավորներին, շուտով երևի մեր Patreon-ն էլ կունենանք։ Իրականում էս ամեն ինչի համար մեր ընկերներին էլ շատ մեծ շնորհակալություն, որ այս ամեն ինչը մեզ տրամադրել են, այդ Rec and Roll ստուդիան է ոդկասթ եւ ինչպես նաեւ Ավրորա Բարիալիսին էլ մեզ sense լավ գեղեցիկ կազմակերպելու համար։ Մեր առաջին հովանավորներն են, այսպես ասած։ Դե ինչ, առաջի անգամ ինձ թվում է շատ բան չունենք խոսելու, մարդիկ արդեն մյուս ոդկասթներից կսկսենք քննարկել աշխարհում կատարվող իրադարձությունների, այո, թե ինչա կատարվելու մեզ մոտ հետագա, ինչպես նաև հետաքրքիր հյուրեր ենք ունենալու, այո, հետաքրքիր հյուրերի մասին էլ շեշտենք, որ տարբեր ոչ միայն DJ-ներ օրինակ, այլ ասենք բազմաժանր, բոլոր այն մարդիկ, ովքեր որ ընդհանուր էլեկտրոնային երաժշտության սիրահարներ են, կապ ունեն որևէ մի ձև,
Որոնք որ մասնակցում են մեր իվենտների թե այլ Այո, ինչու ոչ, կարող է նույնիսկ իվենտների։ մեր իվենտների մասնակիցներից էլ ինչ որ հյուրեր լինեն, ովքեր որ կարող են իրենց experience-ի մասին պատմել։ Նաև Հիմա- նշենք, որ անպայման նշենք, որ Triangle-ը պատրաստում է ձեր համար մյուս տարի ոչ միայն Garni իվենթը, այլ ունենք հետաքրքիր այլ իվենտներ, մեծ թե փոքր ձեզ համար, ավելի ուզում ենք սա նաև անում ենք, որ ավելի հագեցնենք մեր միջոցառումների ցանկը, Իսկ այդ ամեն ինչը ամենաառաջինը իմանալու համար, այդ բոլոր միջոցառումների, ինչպես նաև նորությունների, ինչպես շեշտեցինք, պետք է բաժանորդագրվեք մեր համ YouTube-յան էջին, կարող եք բաժանորդագրվել մեր Instagram-յան էջին։ Լայքեք մեր ոդքասթները, կոմենտներ գրեք, լայքեք, տարածեք, շատ ակտիվ մեծ եղեք։ օգնած կլինեք, եթե փողով չեք կարող օգնել, գոնե լայքերով օգնեք։ Շատ շնորհակալություն։ Շնորհակալություն բոլորին, մինչ մյուս ոդքասթը։ Այսօրվա համար այսքանը։ Пока-пока։